Ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ամենախոսուն փաստը, որ այս փաստաթուղթը մենք քննարկում ենք եւ բացակայում է ընդդիմությունը, սա հենց ապացուցում է այն իրականության մասին, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Այլապես ընդդիմություն, որը ձգտում է իշխանության, բայց չի մասնակցում եւ չի ապացուցում, չի հիմնավորում իր ճշմարտացիությունը, դա հենց ապացուցում է այդ գաղափարի դատարկությունը։ Այլևս դատարկ է, դահլիճ է, որովհետև չկա այն համարժեք փաստարկը, որ ներկայացնում է իշխանությունը։ Ինչ ենք մենք ասում։ Մենք ասում ենք օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան համաձայնագրում մենք մեր երազանքի, մեր տեսիլքի, հայրենիքի խաղաղությունն ենք կերտում։ Ընդդիմությունը փորձում է սերմանել ժողովրդի մեջ, որ դա կեղծ է եւ ոչ մի խաղաղություն չի լինելու։ Եվ որպես ապացույց բացակայում է այդ թեզի քննարկման առիթից։ Այսինքն բոլոր տրամաբանություններով պետք է ընդդիմությունը այսօր ապացուցեր, որ այո, օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնագիրը իրականություն չի։ Բայց իրենց բացակայությունը ապացուցում է իրենց փաստարկների բացակայության մասին։ Սա շատ խոսուն փաստ է։ Եվ հիմա մենք, որ մեր ժողովրդի հավաքական իմաստնությամբ այս համաձայնագրին նաև ազգային ժողովի հաստատման խնդիրն ենք դրել, սրա նպատակը հենց այն է, որ դա մեր ժողովրդի իղձերի փաստաթուղթն է։ Մենք այո ցանկանում ենք եւ ամեն ինչ անում ենք, որպեսզի Հայաստան պետությունը այլևս ապրի հավերժ խաղաղության մեջ։ Արդյոք սա հեշտ խնդիր է, իհարկե բարդագույն, դժվարագույն խնդիր է եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով, ինչքան որ մեր բոլոր ջանքերը կբավարարեն եւ այստեղ մենք պետք է մեր ժողովրդի հետ միասին այո հաղթահարենք այս բոլոր արգելքները եւ այս հայտարարությամբ մեկ անգամ եւս վերահաստատենք մեր հանձնառությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջեւ։ Շնորհակալություն։